Պաշտպանված ես, եթե տեղեկացված ես, սա պիտի գիտակցի յուրաքանչյուրը։ Սահմանագծի երրորդյա լարվածությունը ստիպում է, որ առավել քան զգոն եւ պատրաստ լինենք, այդ թվում եւ քաղաքացիական պաշտպանության կանոններին տիրապետելու առումով։ Այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ Փորձելու ենք պարզել այսօր ինչպիսին է վիճակը եւ ինչ աշխատանքներ են իրականացվում քաղաքապաշտպանության առումով։ Մեզ ուզող հարցերը պարզաբանելու պատրաստակամություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը։ Պարոն Հարությունյան, մեզ առաջինը երևի թե կհետաքրքրի ինչպիսին է այսօր երկրում քաղաքապաշտպանության պատրաստվածության վիճակը։ Քաղաքացիական պաշտպանության համակարգը արդեն բերված է բարձր պատրաստականության, հանրապետության վարչապետի դեմս արդեն քաղաքացիական պաշտպանության պետի հրամանի համաձայն ողջ համակարգը քաղաքացիական պաշտպանության բերված են արդեն բարձր պատրաստականության շրջաններում, շրջենտրոններում եւ մնացած բոլոր համայնքներում արդեն բացազատված են քաղաքացիական պաշտպանության շտաբերը, որոնք որ գործում են արդեն շրջօրյա եւ բոլոր ծառայությունները, այն եւ նախարարությունները, ծառայությունները, որոնք որ պիտի նման իրավիճակներում գործեն անխափան ռեժիմով, բոլորն են արդեն ծավալված իրենց շտաբերով, իրենց բոլոր այդ միջոցառումները իրականացնում են եւ ճշտումները կատարում են ու այն տեխնիկական միջոցները, այն մյուս այլ միջոցները, որոնք որ իհարկե նման իրավիճակում մենք պիտի օգտագործենք, բոլորը արդեն տեղերում եւ բոլորը արդեն իրենց խնդիրների կատարման շրջաններում են։ Այս վերջի տարիների նույնպես էլ որոշակի եւ բավական աշխատանքներ տարել ենք նկողների վերանորոգման, կարգի բերման հարցերում եւ հիմա արդեն նույնպես արդեն բնակիչների տվյալ շենքերի բնակիչների ուժերով արդեն նկողները որտեղ որ չեն հասցրել աշխատանքներ իրականացնեն, արդեն այդ աշխատանքներն են իրականացում։ Միաժամանակ եւ ծավալվում են, այսինքն այն հավաքակետերի, տարահանման կետերի արդեն այդ հարկերը, որտեղ որ պիտի բացազատվեն այդ կետերը։ Եվ բնակչությունը տվյալ շենքի, ով որտեղ պիտի բացպարվի, ռմբակոծության դեպքում բնականաբար արդեն իրենց շենքերում արդեն աշխատանք թաղապետերի, քաղաքապետարանների եւ շրջաններում արդեն ղեկավարության միջոցով արդեն այդ աշխատանքները սկսված են արդեն, որտեղ որ տրված է եղել, ասենք թե օգտագործման իրենց 6 ժամյա ընթացքում արդեն որ պիտի ազատեին այդ վարձակալության հիմունքներով կամ սեփականատիրության հիմունքներով, եթե ինչ-որ հատվածներ տարածքներ տրվել են, արդեն սրանք հետ արդեն վերցվում են եւ սկսում են արդեն կահավորվել որպես նկողային հարկեր, որպես բացպարման կետեր։ Պարոն Հարությունյան, լարվածություն է երկրի սահմանագծում, որքանով եք դուք կարևորում այս նման իրավիճակում քաղաքապաշտպանության դերը։ Նման իրավիճակում սա ամենակարևոր միջոցառումներից մեկն է քաղաքապաշտպանության, որտեղ մենք գործ ունենք խաղաբնակչության, տարածքների անվտանգության ապահովման։ Եթե ասենք թե պաշտպանության բանակի զինծառայողները առաջնագիծն են հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում իրականացնում են պետական սահմանների պաշտպանությունը, իսկ այս դեպքում արդեն մենք գործ ունենք մեր խաղաբնակչության անվտանգ ապահովության, անվտանգության, բացպարման, տարահանման, այսինքն սա միջոցառումները, որը որ իհարկե ոչ պակաս կարևոր են եւ կասեի, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի եւ առաջնագծում եւ այստեղ, որպեսզի մեր բնակչության անվտանգությունը ապահովենք։ Երևի թե այս պահին յուրաքանչյուր քաղաքացու նաեւ հետաքրքրի թե ինչ կարող է անել ինքը, ինչ է իրենից կախված։ Նման իրավիճակներում ինչ կարող եք խորհուրդ տալ խաղաղ բնակիչներին, քաղաքացիներին, ինչպես վարվել յուրաքանչյուր իրավիճակում, ինչ անել։ Յուրաքանչյուր դեպքում բոլոր այդ ինֆորմացիայի այն հիմնական այն ինչ որ պիտի մենք բնակչությանը ազդարարման, այսինքն օդային տագնապի կամ ավիա ռմբակոծության կամ թե ռմբակոծության դեպքում մեր քաղաքացիների վարքականոնները բնականաբար մենք գիտենք, որ ավիա կամ թե ռմբակոծությունների դեպքում պիտի բացպարվեն, այնուհետև տարահանման այդ հանձնաժողովները, տարահանման տեխնիկական միջոցները բոլորը անխտիր, անխափան տեղերում արդեն կան եւ դրանք արդեն անհրաժեշտության դեպքում առաջին իսպայից աշխատել են եւ հիմա էլ կաշխատեն անհրաժեշտության դեպքում եւ յուրաքանչյուրը արդեն պիտի իմանա, որ ինքը որտեղ է կցագրված, ինքը որ ավտոյում պիտի լինի կամ թե ինքը որ նկովում պիտի բացպարվի։
եւ իր հետ իհարկե ինչ պիտի ունենա։ Այսինքն սա ամենայն կարևոր պահերն է եւ բացի այդ մեր քաղաքացիները արդեն սա մենք անցել ենք այս ճանապարհը եւ յուրաքանչյուրն էլ գիտի իր անելիքները ու բացի դրանից էլ մենք համոզված ենք որ այդ մեծ ավելի մեծ խնդիրները չեն լինելու, բայց լինելու դեպքում բոլորն էլ իհարկե անվնաս անկորուստ մենք ամեն մի խնդիր լուծելու ենք։ Նաև հարցազրույցը ընդհատելու անհրաժեշտություն եղավ, նոր առաջադրանքներ, խորհրդատվություն, յուրաքանչյուր րոպեի է վերահսկողությունն իրականացվում, նշում է իմ զրուցակիցը։ Մեր բոլոր շրջանային ծառայությունները տեղերում են եւ մեր շրջանային ծառայությունները համարում քաղաքապաշտպանության պետը տվյալ շրջաններում դա վարչակազմի ղեկավարը, արդեն իսկ մեր ծառայությունը, այսինքն ծառայության պետը տեղի, արդեն իր շտաբի պետ որպես բոլոր այդ համակարգերը համակարգվում են եւ իհարկե այստեղից նույնպես արդեն մենք ունենք ուղղորդված սպայական կազմեր, որոնք որ տեղերում անհրաժեշտության դեպքում եւ մասնագիտական ցուցումներ եւ իհարկե աշխատանքների կատարված աշխատանքների ստուգումներ եւ իհարկե բոլոր այն ճշտումները վերջի, որը որ անհրաժեշտ են իրականացվում են։ Այս պայմանությամբ բարձր պատրաստականության տեսանկյունից բոլոր միջոցառումները իրականացված են։ Այս տարիների արդեն մեր անցկացրած այդ ուսումնավարությունների մնացած այլ միջոցառումների արդեն արդյունքը մենք տեսնում ենք, որ մեր բնակչությունը խոճապի առաջերտին չի մատնվում, բնակչությունը միշտ էլ գիտակցում է իր անելիքները եւ կարելի ասած գործում է համաձայն պլանների։ Նույնն էր այս հենց առաջի օրերին ստեղծված իրավիճակը Մարտակերտի շրջանում եւ այնտեղ էլ նույնպես էլի ամեն ինչը կանոնավոր կերպով արվեց, թեկուզ հակառակորդի այդ հանկարծակիությունը, հարձակողական գործողությունների, բայց միևնույն ժամանակ մենք հասցրինք այնտեղից եւ Մադաղիսը, Թալիշ գյուղի բնակչությունը տարահանում իրականացնել դեպի խորքեր, որտեղ որ արդեն անվտանգ են։ Ես մեր ժողովրդին կոչ կանեի, որպեսզի առաջի երթին նման իրավիճակներում մենք միշտ էլ տոկուն եւ պինդ ժողովուրդ ենք, ամեն ինչով անցել ենք, ամեն ինչը տեսել ենք, գիտենք, անհրաժեշտ է պարզապես ամեն ինչին սառնասրտորեն մոտիկանալ եւ լինել իրենց բարձունքի վրա խոճապի չմատնվել